Եվ Հայաստանի նոտոքարտի հետ կապված կամ իմ դիտարկումների, իմ կարծիքի հետ կապված, նաև ուզում եմ անել տարո կանխատեսում, բայց ուզում եմ ասեմ, գիտեք, այստեղ խնդիրը ինչումն է, որ մնացած թեկնածուները այսպես ցակ ու ցրիվ ու հավաքված չեն, այստեղ գիտեք, եթե հերթով վերցնենք, մեկը ունի արդեն ընդունենք հասցրել են իրան այսպես գցել ժողովրդի աչքից, այն մյուսը նորա դեռ ոչ ոք չի տեսել իրեն երկրի որպես ղեկավար կամ ինչ-որ երկրի հետ կապված ինչ-որ հարցերում, որ ինքը կարող է առաջնայինը լինել, այս հակառակ կողմի, հակառակ թեկնածուների այս թափված դիրքը, այսպես բաժան լինելը, ամեն մարդ իր մասին մտածելը կարող է աշխատել ի օգուտ Նիկոլ Փաշինյանի։ Եվ այդպես Նիկոլ Փաշինյանը համեմատաբար, չնայած որ ունի ժողովրդի մեծ մասի հակակրանքը, ինքը կարող է ուղղակի ուժային գործոնել, այսպես կիրառելով կարող է այսպես մի կերպ մանյովրել այդ վտանգավոր իրավիճակը։ Ես շատ հարց չեմ ուզում տամ ու սրանով կեզրափակեմ այս թեման, որովհետև ինձ համար էլ ուղղակի արդեն տհաճ, որովհետև գիտեմ, որ այս ոչ դաս կլինի, ոչ այսպես կայուն հիմք կարող է լինել ինչ-որ շատերի համար։ Ամեն մարդ իր այսպես մտածելակերպ ունի և ամեն մարդ ինքը գիտի ինչ է ուզում։ Համենայն դեպս ես նկատել եմ, որ շատերի համար մեկ է ուղղակի, ինչ կլինի։ Այսպես։ Եղել է երբևիցե Հայաստանում նման իրավիճակ, որտեղ եղել է կարգ ու կանոնի փոփոխություն կամ իշխանության փոփոխություն։ Մենք ունեցել ենք արդյոք նման իրավիճակ, որտեղ եղել է փոփոխություն։ Ունեցել ենք նման իրավիճակ, որտեղ եղել է փոփոխություն։ Այո, եղել է շրջադարձ, տեսեք, բայց երբ որ տրավմա ենք ունեցել, երբ որ ծայրահեղ ծանր վիճակ ա եղել, այն ժամանակ շանս ու հնարավորություն եղել է։ Ու 8 գավազանը խոսում է համախմբման ու ակտիվ էներգիայի մասին, այսինքն գնացել է ժողովրդի ակտիվ պայքար ու ժողովուրդը դարձել է մի բռունցք, միասնական, եղել է միանշանակ նման իրավիճակից ժողովուրդը ինքը կարողացել է դուրս գալ։ Նայեք, երբ որ ժողովուրդը հասել է տրավմայի և ծանր վիճակի մեջ, իր հոգևոր արժեքները իր մոտ ավելի բարձր են գնահատվել և ինքը դուրս է եկել այս վիճակից։ Տեսնենք, կարող է կրկնվել արդյոք, տեսեք, հեղաշրջում, իշխանափոխություն, հեղափոխություն, կոնկրետ 2026 թվականին չի բացառվում, բայց այն ինչ որ տեղի կունենա, սրանք սերմերն են, աշունը ավելի խիստ արտահայտված կլինի Հայաստանի համար, որովհետև աշուն, իսկ եթե հանկարծ այնպես ստացվի, որ իսկապես ոչ ժողովուրդը, ոչ հակառակ կողմերը, ոչինչ չանեն, երկնքից հրաշք չի լինելու, կոնկրետ հետո կարող է ամրապնդել ՔՊ-ն իր դիրքը ու ևս մի քանի տարի, իսկ այդ մի քանի տարվա մեջ ոչ ոք չգիտի էլ Հայաստան կունենանք, թե չենք ունենա։ Ինչևից է, տեսնենք, կկրկնվի արդյոք նույն իրավիճակները, ինչը որ տրավմաներից հետո ժողովուրդը միացել և վերափոխել է իր վիճակը։ Կկրկնվի արդյոք այդ ամեն ինչը։
Երբ որ ժողովուրդը հասկանա, որ այս պատմության մեջ ինքը ինչ-որ մեկի հաղթանակի ժերտվան է, զոհն է, ինչ-որ մեկի հաղթանակի, որ ինչ-որ մեկը իրան հաղթանակածը զգա, կգնա փոփոխությունների։ Ես էլ ոչինչ չեմ ասում, չեմ երկարացնում, եկեք սպասենք իրադարձությունների, այստեղ էլ հաստատ ոչինչ չեմ ասում, որովհետև ինչը որ կարտերն են ասում, ինչը որ նոտալ կարտերն են ասում, կամ ինչը որ մոլորակների դասավորվածությունը, հիշեք, իրանք ունեն ուղղակի իրանց ազդեցությունը, ոչ ոք ձեր մոլորակներից ոչ ոք չի իջնելու, ձերքից բռնի այսպես քցի դուրս ասի, դու այս ժողովրդին տանում ես ուղղակի սպանության, սպանդի ես տանում։ Այդ արդեն մենք պետք է հասկանանք, մեր գիտակցությունը պետք է այդքան աճի։ Եվ քանի որ ուզում էի արդեն ավարտեին, բայց այսպես հարց տամ, եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը մնա եւ կառավարի Հայաստանը, ինչ է սպասվում իրեն, Հայաստանին ինչ է սպասվում, որտեվ ինձ ինքը ամենաքիչն է հետաքրքրում, եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը մնա եւ ղեկավարի, ինչ է սպասվում Հայաստանին։ Սա նման է մահվան կարտի։ Սրանից հետո պետք է մարդը վերածնվի։ Իսկ վերածնվելու շանս հնարավորություն կունենա, վերածնվելուց միանգամից հզոր չեն լինում։ Քայլել չեն կարողանում։ Եթե գնա Նիկոլ Փաշինյանը դուրս գա Հայաստանի որպես ղեկավար եւ ինչ է սպասվում իր դուրս գալուց հետո Հայաստանին, ինչ է սպասվում Հայաստանին, եթե ինքը դուրս գա, 8 ժեզլ, եւ սա նշանակում է ակտիվություն, կյանքի էներգիա, եւ մակ կարտը դուրս եկավ, Հայաստանը կարող է դառնալ ավելի կայուն եւ ավելի վստահ իր ուժերի հետ եւ կարող է անել մանիպուլյացիաներ թե հողի հարցում, թե իր քայլերի մեջ, թե ինֆորմացիայի մեջ բանակցություններ կլինի, խոսք կլինի եւ իհարկե նաեւ այստեղ կարող են լինել չեմ ուզում ասեմ էմոցիաների, զգացմունքների հետ կապված փոփոխություններ միանշանակ կարող են լինել։ Ու այն էլ դրական։ Դե հիմա որոշեք ինքներդ, ոնց դուք, այնպես էլ ես։ Ուղղակի ես չեմ կարողանում գլուխս հանգիստ դնեմ, բարձին, որ մտածում եմ, ինչ կարա լինի։ Ես հիմա եմ հասկանում, թե ինչի համար այդպես հերթով լավ տղերքի գլխին սարքվեց տարան, մցրեցին սահմանափակման մեջ եւ ինչի համար չի լինում համաներում, ինչի համար չի լինում, որովհետեւ ինչքան դրսում քիչ լինեն գեյերն ու տրանսգենդերները ու շատ լինեն լավ տղերքը, այդքան կարա լավ լինի այս երկրի վիճակը, վատ լինի Նիկոլի վիճակը։